Ջելատոն անցանք, Իտալիան անցանք, հիմա պատրաստում ենք դեսերտներ, գալիս ենք մի աշխարհ, որտեղ բոլոր երկրներն են, այսինքն այնքան ամեն ինչ աճել, զարգացել, որ մի դեսերտ պատրաստելու համար օգտագործում են Ֆրանսիա, Իտալիա, Հայաստան, լիքը կալաբներ ենք անում ու ստանում ենք մի հատ դեսերտ։ Դեսերտների ֆանտազիան ավելի շատ է, քան ջելատոինը։ Ջելատոն, որ ինքը մի պրոդուկտ ունի, մի հատ բազա, ունի կոնկրետ ստաբիլ թվեր ու տոկոսներ, այս դեսերտերին չի վերաբերում։ Այստեղ можно фантазировать сколько возможно։ Առաջի դեսերտը, որ սարքում ենք, մի փոքրիկ գեղեցիկ պատմություն ունի, ինքը տարտ է, տարտի անունը Մարա։ Ինքը նվիրված է Տիկին Մարեթային, իր ծննդյան առթիվ։ Ես ինքս եկել եմ Դիլիջան, հավաքել եմ այստեղից Դիլիջանի ծաղիկները, այլ ճիշտ ընտրել եմ, այստեղ դաշտերով ման եմ եկել, ընտրել եմ մի տեսակի ծաղիկ, ինչը որովհետև Տիկին Մարետան Դիլիջանից է, այստեղի պրոդուկտներից մեկը, սև սմարոձինան, այդ ենք տարել Երևան, ու այդ դեսերտներից պատրաստել ենք տարտի անուն դրել ենք Մար, նվիրել ենք Տիկին Մարետային։ Սկսելու ենք այդ դեսերտից, ընթացքում էլ պատրաստելու ենք մուսային դեսերտ, այս երկու դեսերտների մեջ կան ամեն մեկի մեջ 5 պոլուֆաբրիկատ, ինչը որ այն գլխավոր բազաներն են ուրիշ դեսերտներ ստանալու համար։ Հետագայում դուք այս պոլուֆաբրիկատները կարաք իրար խառնեք, ձեր ֆանտազիան, ունեք մենք սարքում ենք կոկոսի մուս, ունենք ստեղ տարտ։ Դուք կարող եք կոկոսի մուսը վերցնել, լցնել տարտի մեջ, էլ ինքը կդառնա դեսերտ։ Հիմա սկսենք, դու կպատրաստես հենց կոկոսի մուսը, քո մոտ նշի, որն ես պատրաստելու, հաչե տարտից ենք սկսում։ Փխրուն խմորը դու կպատրաստես, դու ֆրանժեպան, լավանդայի մուս, ինչ է հաջորդը, մամիլակա գանաշ։ Հիմա պրոդուկտները ամենը ձերը գնացեք վերցրեք, բերեք։ Այստեղ ավելացնում ես լավանդայի օշարակը, ժելատինը հեսա կթրջենք ու շաքարավազը։ Ինքը շատ հեշտ պրոցես է։ Ժելատինը թրջում ենք։ Ժելատիններն ունեն տարբեր տեսակի հզորություններ, իրանց փոխման միավորը դի բլումն է։ Մենք ունենք ներկայիս դրությամբ 280 բլում, 180 բլում։ Իրան նախապատրաստելու համար մեկին ավելացնում ենք 5, այսինքն 100 գրամ ժելատինին ավելացնում ենք 500 գրամ ջուր։ Ֆրանժեպան է սարքում, սառնարանում էր, մեկին 5 ջուր ենք ավելացնում, մի քիչ տաքացնում ենք, բայց չենք եռացնում, հիմա քո այս պրոդուկտը դառնալու է միասեռ, բայց փխրուն է, այսինքն ինքը չի հավաքվելու, կարաքի այդքան բան չունի էլի մեջ, այդքան ժիտկս չկա այս ալուրի համեմատ, որ այստեղ նշի ալուր կար, չէ։ Սա քո կարաքը գրեթե ձուլվեց, վերջում ավելացնում ես ձուն, մի քիչ էլ հարում ես, ինքը մի անգամում է գրամով եմ չէ տվել, գրամով լցրել։ Այս պրոդուկտը կարող ենք ուղարկենք խալաձենիկ, ինքը պնդանում է, կտրտում ենք կուբիկներ, ինքը շատ հեշտ է այդ օգտագործելը, մեզ ինչքան պետք է, այդ քաշի վեկալում ենք, ավելացնում ենք տաք պրոդուկտի մեջ։ Հիմա սա, ստեղ ունես դու սերուցք, ճիշտ է, ուրա։ Սերուցք 200 գրամ, 50 գրամ է այս 200-ից ավելացնում ես այստեղ։ Հիմա այս սրան ավելացնում ես ժելատինը։ Ինքը սիրում է, որ իրան մի անգամից հենց հարելուց հետո օգտագործես։ Ունում ես յուղաթուղթը, ստում ես բուխնակ, սկսի բացել,
То есть это автотորլևան, որ ֆրանժեպանը անես օգնում։ Չէ, հիմա պետք է սպասել, որ միքսերը ազատվի, որ սերուցքը հարենք ու օգտագործենք լավանդայի համար։ Ինչև է։ Ինքը համ հավասար է լինում, այսինքն դու sense կարող է տարբեր ուշտացի իրան, այստեղ թոսիկներ լինի։ Իսկ որ սանով sense մի ուղղությամբ տալիս ես, մեր ուզած բարակությունն ենք ստանում ու հավասար ենք ստանում տանը մեջ։ Շա այս գնում է սարցախցիկ։ Հիմա շատ զգուշ, հələ որ սառացա, թողում ենք մի քիչ փափկումա ու դանդաղ իրան իջացնում ենք ներքև։ Վերևը դուրս է մնալու, բայց ամենակարևորը, որ ներքևը լրիվ կպած լինի պատերին։ Մի քիչ սպասում ենք, որ փափկի։ Հիմա սպասում ենք սերուցքը հարվի, մուսերը պատրաստենք ու արդեն սկսենք հավաքելը։ Տեսեք, մուսերը պատրաստելու համար մենք ունենալու ենք երկու բազա։ Մեկը ապահովում է բոլոր ինգրեդիենտները, բացի սերուցքից, այդ եթե մուսը պատրաստում ենք սերուցքով։ Կա տարբեր տեսակի մուսեր, իտալական մերենգայով, դեղնուցով պատեբում է կոչվում, մենք ներկայացնում պատրաստում ենք սպիտակուցով սերուցքով։ Ինքը հիմնականում տալիս է աբյոմ մուսին։ Մուսը ինքը ֆրանսերեն հենց նշանակում է փրփուր։ Իսկ մնացածը այստեղ ունենք թե համ, թե ստաբիլիզատոր, թե քաղցություն ամեն ինչ, բայց սրա ջերմաստիճանը տաք է, սրա ջերմաստիճանը սառն է։ Հիմա որ էսի լցենք սրա մեջ միանգամից, ինչ կլինի։ Չենք ունենա, չէ՞, փրփուր չենք ունենա։ Դրա համար աստիճանաբար այս սառը պրոդուկտից վեկալում լցնում ենք տաքի մեջ։ Մոտավոր երկուսի ջերմաստիճաններն էլ մոտիկացնում ենք իրար, որ հետո արդեն լրիվ խառնենք, ինքը իր աբյոմը չգցի։ Հիմա էսի խառնեք։ Միշտ կոնդիտորսկի մեշոկ բռնելուց ամենավերևից չենք բռնում, որ վերևից բռնում ենք, նախ շատ ուժ ենք գործադրում ու այս մերձերը ավելի sense շատ շարժվում է։ Դրա համար վերցնում ենք ափի չափով, վերևից ձախ ձեռով բռնում ենք սամ պրոդուկտը, այստեղ մեր ափի չափով ինչքան որ մեզ պետք է ու հանգիստ կարող ենք աշխատել։ Մի փոքր անում ենք ֆրանժեպան, հետո վերևից մի քիչ ավելացնում ենք ու էլի լցնում ենք։ Պատրաստում ենք կոկոսի մուսը, զբորկեն։ Ունենք բիսկվիտ, հեսա բիսկվիթը մի 2 րոպե ենք սառում, մինչև սրանք լցենք, արդեն բիսկվիթը կարանք դնենք մեջը։ Մենք այնպես պետք է ստանանք, ֆորմեն իրականում սենց է, որովհետև մեր լցնելու տեղը վերևից է, բայց այս պրոդուկտը պետք է լինի այսպես, այսինքն որպես դեսերտ իրան մատուցելու ենք սենց։ Դրա համար հաշվարկում ենք ինչ հերթականությամբ մեր պոլուֆաբրիկատները ավելացնենք սրա մեջ։ Ինչ պետք է ունենանք։ Պատած մուս, մեջ 2 շերտ, մանգո մարակույա անանասով կոնֆին ու ամենատակը բիսկվիթը։ Դրա համար հիմա վերցնում ենք մուսը, հաջորդը դնում ենք մանգո մարակույա կոֆին։ Ինքը դեսերտի մեջ պետք է երևա այսպես, այսինքն մենք դնում ենք ճիշտ հակառակը։ Դնում ենք մեջտեղը։ Այս են մեր նույն պրոդուկտն է, արդեն սառած։ Իրան հարթացնում ենք կովերը, այստեղ պերգամենտ դրեք։
անպայման վերցնում ենք անձեռոցիկը, որովհետև որ ձեռով հիմա իրան բռնենք, մեր ջերմաստիճանը ձեռի ավելի տաք է։ Վերցնում ենք անձեռոցիկը, վերցնում ենք կոկոսը և ստանում ենք կոկոսի տեսք։ Հիմա եկեք վերցրեք քերեք, մյուս հետ կողերը ազատեք։ Ձեռնոց հագեք անձեռոցիկով